Պատմությունը երբեմն հարվածում է ամենաանսպասելի տեղից, ոչ թե հակառակորդի քննադատությամբ, այլ նրա բերած օրինակով։ 1981 թվականն էր, Բաքվում գումարվել էր Ադրբեջանի գրողների միության համագումարը, որտեղ հանրապետության ղեկավար Հեյդար Ալիևը կշտամբում էր գրողներին, կոչ անելով հետևել Հայաստանի օրինակին։ Բաքու լուրեր էին հասել, որ Իրաքում Կերբելա քաղաքի հարևանությամբ նոր մայրուղի կառուցելիս շինարարները իբր քանդել էին Ֆիզուլիի գերեզմանը եւ նրա մասունքները տեղափոխել էին մզկիթներից մեկի նկուղը։ Ալիևը դիմում էր Ադրբեջանի մտավորականներին, փորձել եք դիմել պարզաբանում պահանջել, կապ հաստատել, թե վախենում եք։ Ոչ բոլոր հարցերն են որոշում կուսակցությունն ու կառավարությունը։ Հարցեր կան, որոնք պետք է բարձրացնեն գրողները, գիտնականները, մշակույթի գործիչները։ Նայեք մեր հարևաններին, օրինակ վերցրեք ձեր հայ գործընկերներից։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարի խոսքով եւ Լիբանանում կամ աշխարհի որևէ այլ վայրում հայերի հետ կապված խնդիր է առաջանում, նրանք միահամուռ բարձրաձայնում են հարցը, պաշտպանում իրենց հայրենակիցներին։ Հեյդար Ալիևն անկեղծ էր իր բարկության մեջ։ Ոտքի են կանգնեցնում ԽՍՀՄ-ի ու ողջ աշխարհի ղեկավարությանը եւ արդյունքում հասնում են իրենց նպատակին։ Իսկ դուք մի բաժակ ջրի մեջ փոթորիկ եք սարքել ու ինձնից օգնություն եք խնդրում։ Հեյդար Ալիևը իհարկե չգիտեր, որ 45 տարի անց Հայաստանը ղեկավարելու են մարդիկ, որոնք գծելու են այսպես կոչված իրական Հայաստանի սահմանները եւ փորձելու են արգելել այն ամենը, ինչ նրանց պատկերացմամբ դրանցից դուրս է գտնվում։